Pour l'AFD, je dirais pour conclure, Ֆրանսիական զարգացման կազմակերպության առումով մենք լիովին ներգրավված ենք, որպեսզի օգնենք եւ ավելի ամուր դարձնենք Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև կայացած ապա կենտրոնացված համագործակցությունը, որը կլինի տևական, ներառական եւ որը կլինի շատ ամուր հիմքերով զետեղված տեղում Հայաստանում։ Ինձ թվում է իմ լավ ընկեր Ժիրվեկ Լուկդևինազը կմիանա իմ այս ուղերձին փոքրիկ։ Մենք խորհրդարաններում պետք է իմ կարծիքով հետևյալ եղանակով աջակցենք ապակենտրոնացված համագործակցությանը։ Մենք պետք է ձեր իսկ հորդորով կամ ձեր իսկ կողմից եկած պահանջով փորձենք լավարկենք այն օրենսդրությունը, որը անհրաժեշտ է ձեզ եւ Հայաստանում եւ Ֆրանսիայում արդյունավետ համագործակցություն իրականացնելու համար, կամ առնվազն պետք է չեղարկենք այն բոլոր կանոնակարգումները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ձեր գործունեությունը իրականացնելու համար։ Մենք ձեր տրամադրության ներքո ենք։ Շնորհակալություն։ Տիկին, այո, մի բառով դժվար է եզրակացնել, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը ժողովրդավարություն եւ այսօր այն ապրում է ուրեմն ավտորիտար ռեժիմի եւ նույնիսկ հաճախ անձնական ավտորիտար վերաբերմունքի եւ ինչ վերաբերում է Եվրոպա եւ Արևմուտք մենք բոլորս պետք է գիտակցնենք, որ եթե հայկական ժողովրդավարությունը ուրեմն վտանգի տակ լինի, ապա վտանգում է ամբողջ դեմոկրատիա։ Մենք ֆրանսիական պարլամենտականները պետք է անպայման հայ մեր գործընկերների հետ պարլամենտական, ովքեր ավելի շատ են միտված դեպի Եվրոպա գնալ, անպայման եվրոպական եւ այլ եվրոպական երկրների սենատորների եւ պատվիրակների հետ անպայման կապի մեջ մտնենք, որպեսզի նրանք հասկանան այս հայեցակարգը միայն Հայաստանը չի վտանգված, այլ ամբողջ ռեժիմը, ամբողջ ուրեմն ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում։ Սա է իմ ուղերձը, ոչ մի բան բաց չթողնել, անպայման լինել ամուր եւ գնալ առաջ։ Ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին խնդրեմ կենտրոնանալ օրվա խորհրդի եւ համաժողովի վրա, որպեսզի հայ-ֆրանսիական բարեկամական այս ջերմ միջավայրի վրա մենք բոլորս մեր լումանել ներդնենք հանուն մեր երկու երկրների ժողովուրդների, հանուն մեր երեխաների։ Շնորհակալություն։ Eh bien, en guise de conclusion, je voudrais Եվ որպես եզրակացություն նախ եւ առաջ եւ հատկապես ուզում եմ անպայման ընդգծել Օվերնյ-Ռոնալդ ռեգիոնի ներգրավվածությունը Հայաստանում եւ Սյունիքում նշել եւ հաշվի առնելով տեղեկային այն բոլոր մարտահրավերները եւ ուզում եմ ասել, որ մենք